Ինձ օրակրոջս տղան գրանցել էր ու այդպես ես օգնեցին եղբայրներս, որ ես գնամ գամ իմ տանել վերելու հարցը լուծեցին, որովհետև ես ընդամենը 9-րդ դասարանում էի Հրազդանում, քաղաք Հրազդան, ընդամենը 9-րդ դասարանում էի սովորում այդ ժամանակ ես ու չէի կարող մենակ գնալ գալ, իսկ պապան աշխատում էր։ 16 տարեկանից, չէ՞, 15 էի, բայց նախագիծը սկսում էր 16 տարեկանից եւ այդպես։ Խախտումներով նախագիծ։ Չէ, ես ճիշտ էի նշել իմ տարիքը, բայց այսպես չգիտեմ, բացառությամբ ինձ ընդունեցին։ Այդպես։ Հետո պապան ուրախ էր, այո, ամեն անգամ ասում էր, հա, հեսա անցի բաները դուրս մնա գնանք տուն, դուրս մնա գնանք տուն։ Ու տես չէ։ Ու տես ես էլ ասում էի, դե լավ, դու ինչքան ասես դուրս մնա, ես այնքան դուրս չեմ մնալու։ Ու ես ունեմ մի հատ պրինցիպ, այդ որ մի բան ինձ որ ասում են, այդ չես կարողանալու դու, ես այդ իմ համար եղած բան է։ Ես ամեն ինչ անում եմ, որ հասնեմ դրա լինելու։ Դու ուզում ես որ այն սկզբից ասեն չես կարողանել, որ կարողանաս։ Միգուցե դա կտևի օրեր, ամիսներ, տարիներ, բայց միևնույն ժամանակ ես ամեն ինչ անում եմ, որ բարև։ Սիրուն տղայի եկե։ Սիրուն, մի հատ բարևի բոլորին ու շնորհավորի բոլորի նոր տարին։ Շնորհավոր աղբեր ջան, շնորհավոր։ Լավ քնեցիր։ Հա, լավ քնել է տրամադրություն, լավ տեղն է կեսա։ Սա նվագելու են մեր համար։ Անպայման կնվագեն։ Իսկ հույս ունեիր, որ դու կհաղթես օրինակ։ Երբ այդ զգացողությունը մոտդ եկավ, թե մինչև վերջ չէիր հավատում։ Չէ, ես գիտես ոնց ես ոնց որ ոչ թե գնացել որ հաղթեի, ես ուզում էի անդադ այդ օրերը ապրեի։ Ես չէի ուզում դուրս մնայի, որովհետև այնքան լավ էր ամեն ինչ անցնում, այդ պարապմունքները անդադ նոր երգեր, նոր, չգիտեմ, բաներ, նոր առաջադրանքներ, հա, ընկերների հետ ես անդադ ուզում էի մնայի այդ շրջապատում, այդ ամեն ինչի մեջ ու մի գաղտնիք ասեմ մեր հետևողներին, երբ որ ժողովրդական 3 նախագիծներ, որ ես մասնակցում էի, տարեքին վերջի հատվածներ, Հայկուհին ժյուրիի անդամ էր նստած, ժյուրի էր Լևոն Հարությունյանի եւ մեր տաղանդավոր կոմպոզիտոր երգահան Սասուն Պասկևիչյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, եւ ես երգեցի, Հայկուհին ասեց որոշ վերապահումներով, այո, հիշում ես Հայկու ինչ եմ երգել ես։ Ես այդ ժամանակ երգեցի Քույր իմ նազելի։ Հեղինակի անունը չեմ հիշում այս բանին, բայց երգեցի այնքան լավ է որ այս մասին խոսեցի, որովհետև ես այդ ժամանակ այնքան բարդ խնդիր էր իմ առաջ դրած, որ ամբողջ կոնսերվատորիայի իմ ընկերական շրջապատը, Ջիվանո անվան հաշվական դպրոց Ռոմանոս, ու սենց իմ ընկերներն էին բոլորը։ Ես այնտեղ